Մեր տաղավարում վերլուծությունների ժամանակն է հարգելի հեռուստադիտողներ եւ այստեղ է արդեն Արմեն Չիբուխչյանը, բարև ձեզ Արմեն։ Բարև ձեզ։ Եվ թերևս արժեն նաեւ վերլուծություններում անդրադառնալ ընտրապայքարին, Քարոզ Արշավին, որ հիմա տեղի ունենում Հայաստանի Հանրապետությունում, ձեր վերաբերմունքը այս ամենին։ Մենք օրինակ սկսել ենք մեր լրատվականում լուրերի ժամանակ տեղեկացնել ամեն օր մի կուսակցություն ըստ քվեաթերթիկում համարի առաջին երկուսին հերթով ներկայացրել ենք, այսպես հերթով 17-19 օր պիտի ներկայացնենք։ Բացի նախընտրական լուրերից տալիս ենք նաև բանը, այսինքն ովքեր են։ Ուղղակի, Հա, ծանր գործ է ձեզ սպասում։ Համառոտ շատ չէ, բայց ովքեր որ հայտնի են կան հայտնիները, նրանց երևի շարժի են գիտեմ, բայց գիտեք ինչն է հետաքրքիր, նկատեք, որ ուժերի մեծ մասը ինքը շատ լավ գիտի, որ ինքը չի հավաքելու անցողիկ շեմը, բայց չգիտես ինչի, չգիտես ովքեր, չգիտես ոնց գումարներ են ճարել, որոնք փոքր գումարներ չեն։ Ամեն դեպքում մի քանի $1000 են։ Ուրեմն ինչն է վտանգավոր, եկեք իհարկե կան ուժեր, որոնք ենթադրում են, որ իրանք կարիերա են սկսում այդպես, դա էլ ընդունենք, այսինքն բոլորին ես ունեմ իմ կարծիքը, բայց ես միշտ փորձում եմ զգույշ լինել այս հարցում, այսինքն չբացառելով, որ կան ուժեր, չբացառելով, որոնք կարիերա են սկսում, չնայած ցավոք սրտի այստեղ պետք է ասենք ոնց են սկսում կարիերա, ում են սկսում կարիերա։ Շպրտելով։ Չէ, այդ չէ հարցը, որտեղից են ֆինանսավորում, այսինքն այն ինչ որ մենք խոսում ենք, ցավոք սրտի իմ առաջին ասածը, որ շատ ուժեր չգիտես որտեղից փողեր են ստանում եւ կարիերա սկսելը մեկ-մեկ համադրվում է իրար հետ, այսինքն կարիերան սկսելու համար ամեն գնով թեկուզ Մոսկվայից կարող է փող վերցնեն, որ կարիերա սկսեն։ Դրա համար ցավոք սրտի ըստեղ էլ չի բացառում մեկը մյուսին, բայց մենք անմեղության կարգավարկածով գնանք, որ կան ուժեր, որոնք այդ ամենից անաչառ, կոպեկ, այնտեղ մեկը ընկերոջից բանից փող է վերցրել, որպեսզի բան անեն։ Գլխավոր թե իմ տպավորությունն եք ուզում ասեմ։ Ինչի համար են այսքան շատ ուժեր, հա, մոտ 20 ուժեր, ինչքան ուժ է, 19, 17 կուսակցություն, 2 դաշինք։ 2 դաշինք, շատ լավ։ Ամբողջ խնդիրը որն է։ Դուք նկատեք, որ ամբողջությամբ դաշտում գերակշռում են ռուսական նարատիվները, եթե նկատել եք արդեն։ Տոտալ, այսինքն նպատակներից մեկը այսքան ուժերի ստեղծման, իհարկե որոշ ուժեր նաև պետք է ասեմ, որ գուցե ներդրվել են, որպեսզի օրինակ ռուսական դաշինքներից այդտեղ հակա, ասում եք կոնտրգործողություն էլ է գնում ձեն տանեն, բայց հիմնականում խնդիրը որն է։ Հիմնականում խնդիրը նաև այն է, որպեսզի ամբողջ այսպես մասսան, որտեղ տեսեք, երբ որ դու մտցնում ես մանր ուժեր, որոնք պետք է հավաքեն, ասենք 200 ձայն, հա, այդ 200 ձայն ստացող ուժը ինքը ավելի շատ ռոպագանդայով ձայն է տալիս, օրինակ ուժեղ Հայաստանից, քանի իր գործունեությունը ուղղված է ռոպագանդիստական նպատակներով։ Ամբողջ դաշտը տարածում է ռուսական նարատիվներով, ամբողջ այսպես ժողովրդին փորձում են զոմբիացնել, ի վերջո, երբ որ ամբողջ Քարոզ Արշավի ֆոնը այսպես գնում է ռուսական նարատիվները առաջ են տանում, իսկ որոնք են դրանք, եկեք ուշադրություն, մենք փորձենք գլոբալ անդրադառնանք ընտրություններին, որոնք են դրանք։ Հայաստանը առանց Ռուսաստանի չի կարող, գազը թանկացնեն, մենք կվատանանք ման, մեզանից ոչ մեկ ապրանք չի առնում, Եվրամիությունում մեզ չեն սպասում, չնայած մի քանի օր առաջ տարիներով ենք սա ասում, ինչպես ասում են, որ Հայաստանը բոլորին պետք է եւ տես ճիշտ դուրս եկա եւ նույն այդ ռուսական գործակալիքները ասում են, որ Հայաստանը ոչ մեկին պետք չէ, պարզեց, որ Հայաստանը պետք է։ Հիմա նույն բանը ես ասում եմ, Հայաստանի սպասում են Եվրամիությունում եւ այդ մասին այնքան պարզ ասեցի։ Դա Էստոնիայի վարչապետը հանրայինում հարցազրույց տվեց, ասեց ձեզանից է կախված, այն որ ասում են չի սպասում, ասեց կարեք բարեփոխումները, մենք ոնց արեցինք Էստոնիայում, կան ստանդարտներ, արեք, համ վիզա չեք ունենա, համ բան։ Ուրեմն ավելին ասեմ ձեզ, հիմա մի հատ լկտի վիդեոներ են սարքում, որ բաժնում է վիզաների ազատականացումը, որ Հայաստանը ձգտում է ու իրեն չեն տա տենց հեշտ, չեն տա, ուղղակի տանջելու են բարեփոխումներով եւ այլն, եւ ընդրում խորը համապարփակ առևտրի գոտին էլ կարող է վերջում պայման դառնա։ Վիդեո են տարածել ռուսական գործակալական ցանցը հայերենով, որ Հայաստանը Ադրբեջանի պատվերով են ուզում վիզաները ազատականացնել։ Դուք այդպիսի աբսուրդ պատկերացնում եք, որ բոլորը երազում են վիզա, դա շատ բան է տալիս։ Դա, չգիտեմ, երբ որ դու ազատ կարող ես, որում ասեմ ձեզ, հիմա շատ խիստ եվրոպական միգրացիոն քաղաքականություն է իրականացնում, Եվրոպայում մնալը շատ դժվար է, թղթեր ստանալը այլևս շատ դժվար է, շատ-շատերին դեպորտ են անում, հետ են ուղարկում։ Եվ իդեպ պայմաններից մեկն էլ այն է լինելու, որ արագ պետք է հետ ընդունի Հայաստանը իր քաղաքացիներին, եւ եթե իրենք տեսնեն, որ այդ պայմանները չի կատարվում,
կիրառում, Հայաստանից արտահոսքա տեղի ունենում Եվրոպա, միանգամից այդ ծրագիրը կփակեն։ Միանգամից, ընդ որում, ավելին ձեզ ասեմ, եւ Վրաստանում եւ Ուկրաինայում զարմացել են մտավախությունը եղել է, որ կարող է արտահոսք լինի Եվրոպա, ցուցանիշները բերել են նրան, որ այնպիսի միջավայր է ստեղծվել, որ մարդիկ չեն ուզեցել իրենց օրինական կարգավիճակը կորցնեն, եւ պարզվում է, որ մինչեւ այդ ավելի շատ է եղել արտահոսքը Եվրոպա վիզաների ազատականացումից առաջ, արտագաղթը Եվրոպա, քան վիզաների ազատականացումից հետո։ Մարդիկ սկսել են գնահատել իրենց քաղաքացիությունը, իրենց պասպորտը, իրենց հնարավորությունը ազատ գնալ գալու եւ որոշել են ռիսկի չմնեն, ինչ որ անթուղթ վիճակում չհայտնվել, որովհետեւ միշտ այդ ազատ ճանապարհը ունենան։ Որտեվ երկիր մտնում դուրս ես գալիս էլի 6 ամիս ժամանակ ունես եւ այլ այսպես շարունակ, թե տարվա մեջ 6 ամիս չեմ հիշում, համենայն դեպս դա գնահատվում է եւ ցույց են տվել արդյունքները, որ հակառակը մտավախությունը փոխվել է շատ դեպքերում դրական տենդենսով, որ արտագաղթը պակասել է, փոխարենը մարդիկ գերադասել են, ովքեր անգամ արտագնահ աշխատանքի են մեկել, աշխատել են այդ ժամկետները պահել եւ հետ գալ իրենց երկիր եւ հասկացել են, որ իրենց երկրի պասպորտը ուժ ունի։ Եվ շարունակենք բանից հետո։ Շնորհակալություն, գնում ենք գովազդային դադարը։ Երևանում եւ Լոս Անջելեսում փայլուն ցուցադրությունից հետո վերջին շրջանի ամենահաջողված ֆիլմը Անձրևանոց Զոնտիկ բազմաթիվ հանդիսատեսի խնդրանքով եւս մեկ օր այն ցուցադրվելու է AGBU թատրոնում երեկոյան ժամը 7-ին լարված սյուժե փայլուն դերասանական խաղ իրական պատմություն Զոնտիկ Բաց չթողնեք ցուցադրությունը։ Շտապեք ամրագրել տեղերը armticket.com կայքում։ Ֆիլմի ցուցադրման հովանավոր Vivaldi Catering։ Եթերում վերլուծությունների ժամանակն է RTN-ի եւ այսօր անդրադառնում ենք արդեն Քարոզ Արշավին Հայաստանի Հանրապետությունում ձեր տպավորությունները շարունակում ենք այդ մասին զրուցել։ Այո, դե տեսեք ինչն է խնդիրը։ Հիմա բոլորը բողոքում էին, որ դեսպանատներում հերթերա, չէ։ Երևի Հայաստանում բացի, չգիտեմ, այն խորը խավարի մեջ ապրող մարդիկ, ասենք, խորը ռոպագանդայի տակ, սովետի տակ մնացած երևույթներից, հիմնականում, ասենք, երիտասարդ սերունդը միջին տարիքի անգամ շատ ես տարեց մարդիկ գիտեմ, որ սիրում են ճանապարհորդել, այսպես գնահատում են, ինչքան դուրս են եկել, այնքան հայացքները փոխվել է, տեսել են արևմուտքը, հասկացել են, որ ռուսական ռոպագանդան ուրեմն սուտ է խոսում եւ այլն։ Այսինքն շատերը հիմնական բողոքը հիշում եք, որ ասում են դեսպանատներում հերթերա։ Ուրեմն տանջվելու ենք մինչև այդ վիզաների ազատականացումը տան։ Դրան դեռ պետք է հասնել, բայց ռուսական ռոպագանդան ասում է, որ Ադրբեջանը փող է տալիս Եվրոպային, դուք պատկերացնում եք աբսուրդի աստիճանը, որ հայերի համար վիզաները ազատականացնեն, սենց որ Հայաստանը դատարկեն, սենց լկտի սուտ, այսինքն բոլոր գործիքները կիրառվում են։ Հաջորդը, որ մեզ երաշխավորներ են պետք։ Այսինքն հիմա ներկայացնում եք ռուսական ինչ են ձեզ մատուցում։ Ընդհանրապես կատաստրոֆիկ վիճակ է, իրականության հետ կապ չունեցող, ներկայացվում է ժողովրդին Ես չեմ ուզում կներեք էլի արտադրության, իմ մոտ տպավորությունը, որ հայաստանցիներին հիմարի տեղ են դնում։ Ուղղակի հիմարի տեղ են դնում։ Ուրեմն մեզ պետքա երաշխավոր, այ ճիշտ է, չեղավ ինչ որ բան, ճիշտ է, մեր բարեկամները չերաշխավորեցին, բայց ինչի Նարեկ Կարապետյանն էր ասում, որտեվ ասում է մի երաշխավորի վրա ենք հույս դրել, Ռուսաստանի։ Հիմա այ Ռուսաստանը, Իրանը, Չինաստանը Այն Ծառուկյանը նաև Հնդկաստանն է երաշխավոր բերում Բելարուսի հետ։ Այ թեկուզ, նաև Միացյալ Նահանգները ինչու՞ չի ասում Նարեկ Կարապետյանը, այ որ այդքան երաշխավոր լինի, խաղաղությունը կպահպանվի։ Գլխավոր սուտը գիտեք այստեղ որտեղն է։ Իմ համար դա սուտ է, ինչու՞։ Որտեվ ես այսքան քաղաքականություն եմ վերլուծում, ես չգիտեմ մի դեպք, երբ որ օրինակ գերտերությանը պետք է երաշխավոր։ Ուրեմն տեսեք, 20 թվականին, չէ՞, պատերազմը եղավ, Հայաստանը պարտվեց։ Հետո նույն Իրանը մի երկու հատ ինչ-որ բան ասեց, վերջում ես ունեմ նաև տեղեկություններ, որ Ադրբեջանի խնդրանքով զենքը փակել են Հայաստանի համար, չալմեքը, ասեմ իմանաք, այն ժամանակ էլ եմ ասել, նորից եմ կրկնում։ Հաջորդիվ Դե սա հստակ տեղեկություն։ Այո, դեռ պատերազմի վերջում մենք այն ժամանակ տեղեկություններ ստացանք տարբեր տեղերից, աղբյուրներից, ներքին, որ Իրանը վերջի շրջանում, այսինքն վերջում արդեն որ տեսավ Հայաստանը պարտվում, արդեն տեսավ որ Իրանից պաշտոնական հայտարարություն։ Չէ, դա ներքին կարգով փակել են զենքի այնտեղ բանը։ Ես այդպիսի տեղեկություններ էի ստացել, այն ժամանակ ասել եմ մի քանի անգամ։ Հիմա գումարած արցախցիներին Իրանի աչքի առաջ վտարեցին, իսկ Իրանը Արցախում շահեր ուներ, դուք գիտեք,
հայ-իրանական սահմանը երկար էր դրա շնորհիվ, հա։ Հիմա հարց. Դուք գիտեք այդպիսի գերտերություն, որը պետքա սպասի, որ Իրան երաշխավոր կանգնեցնեն, եթե ինքը բնական շահեր ունի։ Ուրեմն, եթե Իրանը կարողանար երաշխավոր կանգնել, ինքը չէր սպասի, որ Իրան խնդրեն, որովհետև ինքը Հայաստանում բնական շահեր ուներ։ Ռուսաստանը, եթե ինքը Ադրբեջանի հետ ավելի մեծ շահեր չունենար, ինքը չէր ծախի Հայաստանը։ Բոլորը բնականից կգային այդ երաշխավորությունը կանեին, որովհետև հենց նրա համար են, մեկը կոչվում է համաշխարհային գերտերություն, կոպիտ ասած Միացյալ Նահանգները, հա։ Իրանը տարածաշրջանային գերտերություններ կոչվում միջև վերջերս։ Ռուսաստանը տարածաշրջանային գերտերություններ միջև վերջերս, հա, միջև երբ որ ուկրաինացի դեմքները ցեխերով քսելով ման են տալի։ Այսինքն ինչի համար է սա։ Ոչ մեկին պետք չի խնդրել Նարեկ Կարապետյան, պետք չի խաբել ժողովրդին։ Գերտերությունը տարածաշրջանային եթե շահ ունենում, ինքը գալիս է այդ երաշխավորությունը կանգնում է։ Համաձայն չեք։ Չեն սпасելու, մինչև դու գաս։ Այդ քո լուրջ դեմքով, հասես դե բոլորը եկեք երաշխավոր կան։ Երկրորդ ինչու՞ է կայանում իմ կարծիքով խաբեությունը։ Երբ որ ասում է Իրանը, թեկուզ Միացյալ Նահանգները իրար հետ գան միտեղ երաշխավոր կանգնեն։ Ինչ որ ՀԱԿ-ը Միսկի խմբի հանացած օրինակ են բերում, որ ռուսներն ու ուրեմն ամերիկացիներն ու ֆրանսիացիներն իրար հետ երաշխավոր կանգնեն։ Փոխվել է աշխարհը։ Հնարավոր չի, որ Իրանի էս իշխանում, մեր բարեկամ Իրանը, լսի, Իրանից ի տառն է մնացել, ինչ երաշխավոր, ինչ եք խոսում, թե դուք շարունակում եք ներկայացնել, որ Իրանը պատերազմ է հաղթում հիմա, կամ ինչ որ բան է, այտենց հզորացել է, ուժեղացել է, Իրանից ի տառն է մնացել։ Ինչ երաշխավոր, ինչ եք դուրս տալիս։ Ոնց կարող է Միացյալ Նահանգները այսօրվա Իրանի հետ ինչ որ նույն պետությանը երաշխավոր կանգնեն։ Դուք կարող եք այդպեսի բան պատկերացնել։ Այդ աբսուրդը արդեն Այսինքն տեսեք, բայց դա մասսայական է։ Շատ հայտնի։ Տեսեք, ձեր համար աբսուրդ է, ձեզ թվում է շատերը չեն հավատում դրան։ Ես հենց այդ էի ուզում ասել, փոխվել է շատ բան, ժողովուրդն է փոխվել, մարդկանց գիտակցությունն է փոխվել։ Եվ գիտակցությունը փոխվել է տեղի ունեցած վերջին տարիներին արդյունքի հաշվին։ Ասեմ ձեզ, համաձայն եմ ձեզ հետ, որ գիտակցությունը փոխվեց մի պահ, նաև մեր աշխատանքի շնորհիվ, որ մենք փորձում ենք բացատրել, չէ՞ եւ այլն։ Բայց վերջին շրջանում ես հետ դարձ եմ նկատում, որովհետև մենք չենք հասկանում, ես օրինակ եկել եմ եթերում Գեբելսյան ռոպագանդայի ուժն եմ բերում, Պուտինյան ռոպագանդայի ուժն եմ բերում, մենք շարունակում ենք թերագնահատել ռոպագանդայի ուժը։ Ռոպագանդան փուչիկի մեջ է պահում ժողովրդին։ Օրինակ, Պուտինը մի քանի օր առաջ հայտարարեց, չէ՞ որ Ֆինլանդիան ուզում է Ռուսաստանից տարածքներ փոկի։ Դուք ընդունում եք, չէ՞ որ Ռուսաստանում հավատում են դրան։ Չէ, ընդունում եք, չէ՞ որ հավատում են դրան։ Դե ոչ բոլորը բնական է։ Չէ, բարձր, բայց մեծամասնությունը հավատում է, չէ՞։ Ահա։ Հիմա Հայաստանում էլ ցավոք սրտի բավականին հիմա հավատացողներ կան, համոզել են, որ Իրանը հաղթում է Ամերիկային պատերազմում։ Վստահ եղեք, կան, շատ կան, որ ինձ էլ են գրում։ Այո, գիտեմ։ Ես էլ ունեմ օրինակներ։ Այո։ Վերջացավ։ Հավատում եմ, որ Իրանը Ամերիկայի Միացյալ Նահանգներին հաղթում է պատերազմում։ Հավատում եմ, որ Ռուսաստանը Ուկրաինայում չի հաղթում, որովհետև տես Պուտինի պլանն է, դեռ սպասում է Պուտինը, բայց սա մի օր սենց սրբելու է տանի։ Հասկանում եք եւ այլն։ Եվ այդ ռոպագանդան աշխատում է, եւ դա շատ վտանգավոր է։ Եվ հիմա մենք տեսնում ենք ինչ նարատիվներ են տարածում, հա, տրանսֆերտները։ Մենք հիմա գլոբալ քննարկում ենք, թե ընտրություն նախընտրական շրջանում ինչա տարածվում, տրանսֆերտները, ուրեմն քանի որ մեր հայրենակիցները խոպան են գնում Ռուսաստան, ընդեղից փող է գալի, վերջ կկործանվենք, եթե այդ տրանսֆերտները չկա, հետո պետք է հասկանալ, որ Ռուսաստանի հայ համայնքին կվնասեն, եթե մենք Ռուսաստանի տակ պարկած չմնանք։ Ես մի քիչ հիմա կոպիտ եմ ասում, բայց արանքում դա է դուրս գալի։ Ռուսաստանի հայ համայնքը, ես էլ եմ ասում, ես եկի իմ եթերում էլ ասացի, իմ եւ Արուսյակի ընտրությունը Միացյալ Նահանգներում ապրել է։ Եթե Աստված չանի մի օր Ամերիկան դառնա դիկտատորական պետություն եւ ստեղծվեն օրինակ են Ռուսաստանը որ կա, չէ, այն ցափրագլուխների խմբեր կան եւ այլն, կամ հատուկ ֆաշիստներ կային, որ գալիս են ազգային բանի հիման վրա սկսում են ծեծել, կամ այս վերջերս ադրբեջանցիների օրինակով որ հարձակվեցին տես եւ այլն, եթե որոշեն գան իմ ու Արուսի հետևից ընկնեն, ես ու Արիսը չենք ասի, Ժորժ ջան, հանուն մեզ դուք պարկեք, ասենք, դիկտատորական երկրի տակ։ Դա իմ ու Անուսի խնդիրն է, որ մենք ուր կգնանք, ինչ կանենք, կվերադառնանք Հայաստան, եթե Աստված չէ, մեզ չեմ հավատում, որ Միացյալ Նահանգներում այդպիսի բան կարող լինի, սա աշխարհի դեմոկրատիայի օջախն է, բայց եթե այդպիսի բան լինի, դա ձեր խնդիրը չի։ Երբ որ ռուսաստանցին փողը աշխատում, այսինքն հայը գնացել է Ռուսաստան, քաղաքացիություն է ստացել, փողը աշխատում, վերջ ինքը Ռուսաստանի քաղաքացի է, ինքը պաշտպանում է Ռուսաստանի շահերը։ Եթե չի ուզում պաշտպանի Ռուսաստանի շահերը, այս 4 տարի է ինչ ենք ասում, վերադարձեք, դուրս եք,
եկեք, գնացեք, որովհետև դուք ըստ էության դառնում եք հարկ եք վճարում, պատերազմ եք ֆինանսավորում։ Նույնը արեք Հայաստանում եւ Այո, դուք ֆաշիստական պատերազմի ֆինանսավորում եք։ Այո, այսինքն էլի տրանսֆեր, այս տրանսֆերները ես 100 տարի է հիշում եմ, որ այս նույն ռոպագանդան գնում է, հանկարծ Ռուսաստանից չփոկվեք։ Հիմա ուրեմն տոտալ դա ուրեմն տեղի ունենում։ Այն Թաթոյանը իրան հայտարարել էր արևմտամետուր, չէ՞, իսկ վերջերս ինքը Եվրոպայի բան։ Դեմքը պատրվեց։ Ելույթ ունեցե, ուրեմն հետաքրքրական բանն է, ես արդեն իմ համար առանձնացնում եմ։ Ես այդ ռուսական քարոզչության նարատիվները արդեն տեսա, որը թվարկում ենք ձեզ, ու կշարունակենք թվարկել։ Զգուշ եղեք։ Ընդ որում, եթե ուշադրություն դարձնեք, այս փուչիկը մեզ երաշխավորներ են պետք, որտեղ Ռուսաստանը թույլ է, Պուտինը հասկանում է, որ հիմա մեկը իրան հղում անեն, ոչ մեկ չի հավատա, չէ՞։ Հնդկաստան, Չինաստան, Խառնեք, Զիմբաբվե, Բուրկինա Ֆասո, մեկը ասեք, մեկը ոչ մեկ չի բան անելու, չի ստուգելու, այդ կլինի թե չի լինի, հա։ Բայց ակնհայտորեն մեր խնդիրն է ջարդել այդ նարատիվները։ Այսինքն ուշադիր եղեք այս նարատիվներին։ Նույն նարատիվները, հա, կրկնեց Թաթոյանը, որ իր մեջ ազգայնական ուժ կար, որ իբր տարիներով ինչ որ հայ-թուրքական պայմանագրից էր խոսում, ինչ որ ասում էր Ռուսաստանը տենց, Աթաթուրքը Լենինը, բան սա որ խոսում են, մեկ էլ հոպ։ Ինձ համար ամենավտանգավորներից մեկը այդպիսիններն են։ Այո, եւ մեկ էլ Թաթոյանը մտավ լրիվ ռուսական ռոպագանդայի դաշտ։ Տրանսֆերներ, Զելենսկին վտանգավոր է Հայաստանում, պատկերացնում եք։ Այո։ Եվ սա է իմ առաջին տպավորությունը։ Թաթոյանական է հստակ ասում եմ։ Հա։ Այսինքն ուշադիր հետևենք, բայց սա շատ վտանգավոր քարոզարշավ է եւ խայտարակ ռոպագանդա է գնում, իրականության հետ ինչ որ հիմա աշխարհում կատարվում է, մեր ժողովրդին մատուցվում է բոլորովին հակառակը։ Այնպես որ ուշադիր եղեք հարգելի հեռուստադիտողներ, Արմեն Չիբուխչյանը պարբերաբար կանդրադառնա։ Չէ, մենք սկսեցինք արդեն, դե չենք կարող։ Ընտրությունները, այնպես որ գուցե հենց մեր օրվա կուսակցությունը ներկայացնելու օրը անդրադառնանք նաև ձեր վերաբերմունքին այդ կուսակցությանը։ Շատ լավ, եթե ծանոթ լինի, եկեք հա փորձենք։ Իսկ այսօր մեր ժամանակը սպառվեց, ցտեսություն, կհանդիպենք վաղը։ Հաջողություն։